բոլորը պետք է հաշվի նստեն գիտական փաստի հետ։ Սիսյանի կողքը գտնվող աղիթու քարանձավ կա, ցույց է տրվել, որ մարդու բնակություն 35-ից 25,000 տարի առաջ մոտավորապես։ Հուշարձանի մոտում ենք հատվածական, այսինքն ամեն քարը առանձին հետազոտելով։ Մոտավորապես 50 տարուց ավել եւ այսօր էլ Երևանում, եթե դուք վիշապ քարերի կողքով անցնեք, կտեսնեք գրված է երկրորդից առաջի հազարամյա Քրիստոսից առաջ։ Առաջի հետազոտությունները ցույց են տալիս, որ շատ լուրջ դիտումների համար նախատեսված պարզագույն քարե հարմարանքներ են։ Վերջի ուսումնասիրությունները մեր ցույց տվեցին, որ Պորտասարում եւ Զորաց քարերում այս երկու հուշարձանում նույն հազարամյակում դիտել են նույն օրը, երկնքի նույն պահը։ Գիտական հաշվարկների հիման վրա ստեղծված հուշարձանը, որը կառուցվել է կամ ստեղծվել է 32,000 տարի առաջ, մենք պետք է ճանաչենք խորապես մեր մշակույթը, բազմաշերտ խորքային բովանդակություն կա ամեն քարի մեջ։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5-ով։ Բարև ձեզ, սա Live Armenia YouTube-յան ալիքն է։ Այսօր հյուրընկալել ենք մեր մեծանուն գիտնական Վիկտոր Ամբարձումյանի անվան բյուրականի աստղադիտարանի պատմամշակութային աստղագիտության բաժնի ղեկավար Հայկ Մալխասյանին։ Բարև եք եկել։ Բարև ձեզ։ Շնորհակալություն պարոն Մալխասյան, մեր հրավերն ընդունելու համար։ Զորաց քարերից կամ ինչպես ավելի հայտնի է ասել քարահունջից նոր բացահայտում ունենք, նորություն ունենք։ Համեցեք մի փոքր մանրամասն։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Նորություն, եթե կարելի է համարել 2020 թվականի ուսումնասիրությունների արդյունքները, ուրեմն խոսենք դրանից, որովհետև շատ հաճախ գիտական հոդվածները կամ դրանց արդյունքները լայն հանրությանը շատ ուշ են հասանելի դառնում։ Ուրեմն խոսքը վերաբերվում է հուշարձանի ամենաշատ քննարկված խնդիրներից մեկին տարիքի հարցին։ Երբ որ 2020 թվականին մենք աստղագիտական հաշվարկներով ցույց տվեցինք, որ հուշարձանի ընդհանուր հատակագիծը կառուցված է անգղ այսօրվա ժամանակակից կարապամաստեղության աստղերի դասավորությամբ, որը նկատել էր ավելի դրանից մոտ 10 տարի առաջ Վաչագան Վահրաձյանը, եւ որոշակի հաշվարկներ էր կատարել աստղերի ժամանակի ընթացքում սեփական շարժումների եւ այլնի հետ, այդ հաշվարկների ավելի բազմաթիվ արգումենտներ հաշվի առնելով հաշվարկվեց, վերահաշվարկվեց եւ ստացվեց ուրեմն մեզանից 32,000 տարի առաջ։ Այսինքն, եթե հուշարձանը կառուցվել է այդ համաստեղության աստղերի դասավորությամբ, իսկ դա ակնհայտ է, ապա դա կարող էր տեղի ունենալ միայն 32,000 տարի առաջ։ Հիմնական արդյունքը սա էր։ Այդ մասին վկայող ապացույցներ եք գտել։ Ապացույցները դրանք չենք ասի, դա ուղղակի հաշվարկի արդյունք է, որը իր հետևից բերում է բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ հարցադրումներ, ինչպես։ Իսկ ոնց է դա պահպանվել մինչև այսօր, եթե 32,000 տարի առաջ է կառուցվել։ Ինչ փոփոխություններ են ընթացքում կրել։ Չէ՞ որ այդտեղ տարածաշրջանը անդադ բնակեցված է եղել։ Ընթացքում կա սառցապատման ժամանակաշրջան, ինչպես է դա ազդել հուշարձանի վրա, ազդել է, չի ազդել, եւ այլն, այսինքն բազմաթիվ իր հետևից բխող հարցեր կան, որոնց ժամանակի ընթացքում պետք է պատասխանել եւ տեսնել որքան ստուգել, այսինքն այլ մեթոդներով, թե որքանով է մեր ստացած արդյունքը իրականությանը մոտ։ Դրա համար ապացույց չենք ասում։ Հասկացա։ Դա ուղղակի հաշվարկի արդյունք է, որը միանշանակ է։ Եվ սա առիթ դարձավ, որ մենք հուշարձանը
Սկսենք հետազոտել ավելի մանրամասն։ 2020 թվականին Բյուրականի աստղադիտարանի մեր բաժինը այդ ժամանակ մեր բաժինը ղեկավարում էր երջանկայի շատակ Գրիգոր Բրությանը, աստղագետ Թոմարագետ, իր նախաձեռնությամբ եւ Ճարտարապետության շինարարության ազգային համալսարանի հետ համատեղ հուշագրով նախարարության ուրեմն թույլտվությամբ մենք հնարավորություն ստացանք ամբողջությամբ չափագրել հուշարձանը։ Դուք գիտեք, որ հուշարձանը միջև այդ չափագրված էր Պարիսերունու կողմից 90-ականներին այն ժամանակվա գործիքակազմով, որի տվյալները այդքան էլ բավարար չեն ժամանակակից մեր ճշգրիտ հաշվարկների համար, եւ ոչ բոլոր տվյալներն են ցավոք հրապարակված։ Համար անհրաժեշտ էր նոր տվյալների բազա ունենալ։ Մեր մոտ ստացվեց մի շաբաթ վագիտարշավ մենք արեցինք այնտեղ ու ժամանակակից չափի սարքերի լազերային ճշտությամբ չափագրումներ կատարեցինք ամբողջ հուշարձանի տարածքում ու արդեն սենյակային պայմաններում հնարավորություն ստացանք վերցնել հուշարձանից ցանկացած չափական տվյալ, որը կարելի է օգտագործել աստղագիտական հաշվարկներ կատարելու համար։ Սա բավականին հեշտացնում է, այսինքն պետք չի լինում ամեն տվյալի համար 200 կիլոմետր անցնել գնալ հուշարձանում չափել ներգալ, այսինքն սենյակային պայմաններում կարողանում ենք թվային մանրակերտի վրա այդ բոլոր գործողությունները անենք, այսինքն ուսումնասիրությունները ավելի արագանում են։ Դուք նշեցիք անկախ համաստեղությունն է, հուշարձանը ինչ կապ ունի դրա հետ։ Անկախ թե կարապ, որը նույնն է, չէ՞։ Դե այսօրվա համաստեղությունները կոչվում են հունական ուրեմն ավանդույթի համաձայն, իսկ հայկական ավանդության մեջ այդ համաստեղությունը, այսինքն կարապ դա հունական անվանումն է, իսկ հայկական իրականության մեջ ընդհուպ մինչև միջնադար 17-րդ դար 1695 թվականի վանանդեցիների հրապարակած ուրեմն համատարած աշխարհացույց քարտեզում այդ համաստեղությունը անվանված է անգախ։ Այսինքն մենք ունենք ամուր փաստ, որ համաստեղությունը մեզ մոտ կոչվել է անգախ։ Ինչու անգախ? Որտեղ ընդհանրապես հին աշխարհում սա համարվել է գլխավոր աստվածության խորհրդանիշը երկնքում։ Ուրեմն Հայաստան երկրու գլխավոր աստվածությունն է։ Մենք այդ աստվածությանը հանդիպում ենք Միջագետքում որպես ամենաբարձր ուրեմն դասի աստվածություն։ Եվ իմիջիալոց հունականում էլ նույնպես Զևսը առնչվում է կարապի հետ, այսինքն սա համարվում է ամենագլխավոր աստվածությունը եւ պատահական չի, որ հուշարձանը կառուցված է հենց այդ աստվածության սիմվոլիկայով։ Իսկ թվում է ես պատասխանեցի հարցին, իսկ ընդհանրապես հիմա արդեն պարզվում է, որ ոչ միայն հուշարձանի ընդհանուր հատակագիծն է կրկնում այդ համաստեղության աստղերի դասավորությունը, այլ նա իր մեջ կրում է նաև դրա ավելի փոքր մակետը, այսինքն ավելի փոքր անգղը, ավելի մեծ անգղի մեջ, հետո այնտեղ քարեր կան, օրինակ այդ շատ քննարկված եւ բոլորին հայտնի համար 63 քարը, որ էլի կրկնում է այդ համաստեղության կերպը, այնտեղ բազմաթիվ քարեր ուղղակի միտված են այդ համաստեղության աստղերը դիտելուն, այսինքն հուշարձանը ամբողջությամբ ներծծված է այդ համաստեղության պաշտամունքով։ Հայ, եթե համաստեղություն, ապա օրացույց, եթե 32,000 տարի, ապա հնագույն օրացույց, այ ո՞նց է դա կապված այդ մեր անպայման մենք գիտենք, որ ընդհանրապես հայկական օրացույցեր, երբ որ մենք ասում ենք, զանց առնելով միջնադարյան օրացույցերը, գիտենք Շիրակացու ժամանակից, Սարգսակի ժամանակից, հայոց մեծ թվական, փոքր թվական, իսկ դրանից առաջ նախաքրիստոնեական օրացույցերից մեզ հայտնի է միայն հայկյան տոմար կամ հայկյան օրացույց կոչվածը, որը սկիզբ է առել այսօրվա տվյալներով 3-րդ հազարամյակի երկրորդ կեսին, Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի երկրորդ կեսին։ Իսկ ինչ օրացույց է եղել դրանից առաջ։ Այ Գրիգոր Բրությանի մոտավորապես 40 տարվա գիտական ուսումնասիրությունները
թույլ են տվել պարզել, որ դրանից առաջ գոյություն ունեցած օրացույցը իր կառուցվածքով շատ կուռ, ուրեմն բազմաշերտ մի օրացույց է, որ անմիջական կապ ունի երկրագործական մշակույթի հետ, այսինքն երկրագործական փուլերի հետ, աստղերի դիտումների հետ, լուսնային ցիկլերի հետ։ Եվ այդ օրացույցի կրիչներ մենք ունենք վաղ բրոնզի դարի խեցեղենի վրա, օրինակ քեթի դամբարաններից պեղված խեցեղենի վրա ուղղակի պատկերված է օրացույց, որը մոտավորապես 5000 տարի առաջվա խեցանոթ է, եւ իր վրա կրում է 365 կետեր կավի վրա, բազմաթիվ ուրեմն զարդանախշերի մեջ, այսինքն ունենք մենք նաև դրա վկայությունը։ Այդ օրացույցը Գրիգոր Բրուցյանը անվանեց նախահայկյան։ Նախահայկյան, այո, նկատի ունենալով, որ դա գոյություն է ունեցել հայկյան տոմարից առաջ։ Նախահայկյան օրացույց։ Բայց հայկյան տոմարը ուղղակի ժառանգորդն է օրացույցի։ Հիմա ես չեմ ուզում մանրանալ այդ մանրամասների մեջ, բայց դա շատ ակնառու կերպով ինքը ցույց է տվել իր աշխատանքներում, որ հայկյան օրացույցը ժառանգորդն է նախահայկյանի ըստ էության եւ բոլոր իր բովանդակությամբ եւ բոլոր շերտերով։ Ինչ վերաբերվում է զորաց քարերի կապին այդ օրացույցի հետ, դա մենք ամեն քարը հետազոտելիս առնչվում ենք այդ համընկումներին։ Այսինքն, եթե մենք պարզում ենք օրինակ որ քարով ինչ աստղեր են դիտել եւ տարվա որ օրը, իսկ դա այսօր ժամանակակից ծրագրերը եւ հաշվարկման փաթեթները թույլ են տալիս անել, այսինքն պարզել թե այդ ուղղությամբ ինչ աստղ է դիտվել, որ հազարամյակում, տարվա որ օրը, որ ժամի եւ այլն։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT-1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Դուք դա կարողանում եք պարզել։ Հա, միանշանակ կարողանում ենք պարզել բայց պարզելը շատ քիչ է։ Մենք պետք է համոզվենք, այսինքն լրացուցիչ կողմնակի տեղեկույթով փորձենք հիմնավորել, թե այդպիսի դիտումը տեղ ուներ օրացույցում, թե չուներ։ Օրինակ, Գրիգոր Բրուցյանը դեռևս 16 թվականին պարզել էր, որ նախահայկյան օրացույցի գլխավոր աստղը, որի հետ կապված պետք է լինի տարեմուտի օրը, այսինքն աստղի ծագման հետ կապվում էր տարեմուտի օրը, դա կույս համաստեղության ամենապայծառ աստղը, որ կոչվում է սպիկա կամ ցորենի հասկ, թարգմանվում է որպես ցորենի հասկ, եւ դա կապված էր ցորենի բերքահավաքի եւ այլնի հետ։ Զորաց քարերում մենք այդպիսի դիտման հնարավորություն գտանք, այսինքն մենք գտանք մի քար, որը հստակ տաշված ուղղություն ունի եւ այդ ուղղությունով այդ նույն հազարամյակին, որը որ հաշվարկվել էր Գրիգոր Բրուցյանը, այդ նույն հազարամյակին ծագում է ոչ միայն այդ սպիկա ցորենի հասկի աստղը ամառային արևադարձին, այլ նաեւ այդ նույն ուղղությամբ ծագում է եւս մի աստղ, որ միջագետքում կոչվում է արդ կամ ցորենի արդ մի համաստեղության աստղ է, որը կոչվում է ցորենի արդ, դա այսօրվա Պեգաս համաստեղության տիրույթում է։ Այսինքն ոչ միայն հասկը գտանք, այլ նաև արդ է։ Սա այսպիսի զուգադիպությունները պատահական լինել չեն կարող, դրանց պատահական համընկնելու հավանականությունը, երբ որ մենք մոտավոր դիտարկում ենք, ձգտում է 0-ի։ Այսինքն մենք զուգատիպություններ երբ որ ասում ենք, պետք է նկատի ունենանք, որ դրանք պատահականության տիրույթից խիստ հեռու են։
ասենք 10-20 աստիճան, 10-30 աստիճան, մոտավորապես այսքան է հավանականությունը, որ դրանք պատահական կարող են։ Բացի այդ, հուշարձանում բազմաթիվ նոր տիպի գործիքներ հայտնաբերվեցին այդ մեկ շաբաթում եւ դրանից հետո ընկած ժամանակն ամեն տարի մենք գնում ենք, շրջում ենք։ Տարաբնույթ քարե հարմարանքներ, որոնք կարող էին ակնհայտորեն ծառայել են ուրեմն դիտումների համար, որոնք մինչ այդ հայտնի չէին։ Օրինակ կան դիտահարթակներ, մի քանի 5-ից ավելի։ Այնտեղ կան անկյուններով տաշված քարեր, այսինքն բացի անցքավորներից, մենք գիտենք, որ հիմնականում ուրեմն աստղագիտական վարկածները կապվում են այդ անցքերի հետ, բայց որ անցքերը մի կողմ դնենք, այնտեղ այնքան բան կա, որը մեզ ակնհայտորեն ցույց է տալիս, որ հուշարձանը միտված է եղել աստղերի դիտումներին եւ օրացուցային նպատակներով։ Եվ նույնիսկ գուցե ծիսական։ Իսկ մասնագիտական, գիտական հաշվարկների հիման վրա ստեղծված հուշարձանը, որը կառուցվել է կամ ստեղծվել է 32000 տարի առաջ, ըստ վերջին հետազոտության, եւ եթե ստեղ արվել, ուրեմն հայերիս ձեռամբա եղել, չէ՞, թե չպնդենք այտենց։ Եկեք, այսպես է, գիտությունը սիրում է, որ ինչ որ գիտենք ասենք, ինչ որ չգիտենք չասենք, կամ ենթադրենք։ Բայց լրագրողից միջից լրագրողն էլ ուզում է որ սկանդալային ու լավ բաներ ասենք, է մեր ժողովրդի մասին, մեր մասին։ Ասենք այսպես, որ հուշարձանը կառուցվել է գիտական հաշվարկների հիման վրա, ես այդպես չէի ասի։ Հուշարձանը կառուցվել է ըստ անհրաժեշտության, որտեղ օրացույցը հնագույն ժամանակում մարդու անբաժան անհրաժեշտ մասն էր։ Նա ժամանակ ճշգրտության պարմախս։ Չէ, ճշգրտություն մենք չենք կարող ասել, որ դրանք շատ ճշգրիտ են։ Մենք այսօր ենք ճշգրիտ հաշվարկում, թե իրենք մոտ այնտեղ սխալը ճշգրտման սխալը մոտավորապես պլյուս-մինուս 50 տարի կարող է լինել այսօրվա մեր հաշվարկների ճշգրտությունը։ Այսինքն այնպես չի, որ մենք կարող ենք Չէ, ես հուշարձանի կամ որպես Իհարկե, իրենք մենք տեսնում են, չէ, արեգակը հորիզոնի վրա, որ կետից է ծագում, դա ճշգրիտ է։ Այդ եմ ասում, այսինքն մարդը պետք է դրա համար խելացի լինի, ուղեղ ունենա, դու անունը դրեք լավ, ոչ գիտական, փորձագիտական։ Այսպես է։ Մեզ համար ներողություն խնդրում, բանա, չէ, աքսիոմա է, ու աքսիոմա չէ, առնվազն մոտեցում կա, որ ինչքան հին, այնքան ավելի անգրագետ են մարդիկ, որտեղ էվոլյուցիա է մարդկությունը։ Դա թյուր ըմբռնում է հնագույն մարդու մասին։ Դուք ապացուցում եք հակառակը։ Ոչ միայն ես, այսօր արդեն մենք տեսնում ենք, որ վերին 500 դարում մարդիկ այնպիսի բաներ են, օրինակ վերցնեք հենց նույն Սիսիանի կողքը գտնվող աղիտու քարանձավ կա, որ պեղված է հնագետների կողմից եւ թվագրված է այդ քարանձավում հայտնաբերվել է եւ ցույց է տրվել, որ մարդու բնակություն 35-ից 25000 տարի առաջ մոտավորապես։ Եվ այնտեղից հայտնաբերվել են օրինակ ոսկրից ասեղներ անցքերով, այսինքն դա թույլ է տալիս ենթադրել, որ կար հագուստի մշակույթ, որոշակի զարգացվածությամբ չենք ասում։ Այնտեղ հայտնաբերվել են խխունջի ծուլունքներ, ներկված նույնիսկ, այսինքն կար նաև որոշակի պաշտամունք, եթե մարդ արդեն էսթետիկական ընկալումներ։ Եվ այս առումով իհարկե բանական մարդը պատկերացումները լայն հասարակության այլ են, որտեղ մենք մի քիչ պատկերացնում ենք, որ հնում մարդիկ մեզանից ավելի խելացի չէին, դա սխալ պատկերացում է։ Հնում մարդիկ նույնպիսին էին, ինչպիսին մենք, ուղղակի իրենց ծանոթ չէր մետաղը, իրենց ծանոթ չէր խեցեղենը, իրենց ծանոթ չէին մնացած բոլոր քաղաքակրթական ձեռքբերումները, դեռ ընտելացված չէին վայրի կենդանիները այդ ժամանակներում։ Այսինքն մարդը զբաղվում էր հավաքչությամբ եւ որսորդությամբ, ոնց որ ընդունված է ասել, բայց հավաքչություն եւ որսորդություն չի կարելի պատկերացնել, չգիտեմ, անգրագիտություն։
անգրագիտություն լայն իմաստով։ Պարոն Մալխասյան, զորած քարերը կամ նույն ինքը քարահունջը ժամանակին Հերոնին, չնայած հաղորդումից առաջ ասացիք, որ Հերոնին չի միայն Պարիս Հերոնին համեմատել անգլիական Stonehenge-ի հետ, ընդհանրապես հարցս հետևյալն է, նմանատիպ հուշարձաններ մենք ունենք, թե ամենափիառվածը սա է եւ Հայաստանում, իդեպ եւ Հայաստանից դուրս։ Շատ են մեր մոտեկոտ հյուրընկալված գիտնականները, օրինակ էլի ամենահայտնիներից մեկի մասին ասում Պորտասար, որը Թուրքիայում է, չէ՞ գտնվում ներկայիս։ Դա ինչ վերաբերում է Stonehenge-ի հետ համեմատությունը, Պարիս Հերոնին իր աշխատանքներում դա ցույց տվեց, որ Stonehenge-ը մենք գիտենք հիմնականում կապվում է ամենահայտնի Stonehenge-ում դիտված երևույթը կապվում է ամառային արևադարձի արևածագի հետ, իսկ մեզ մոտ նույնպես հուշարձանը միտված է ամառային արևադարձին, այսինքն հիմնական կառուցվածքով, դա դեռ ցույց է տվել Պարիս Հերոնին։ Այսինքն այս իմաստով համեմատությունները Stonehenge-ի հետ տեղ ունեն։ Իհարկե մենք չենք տարիքային համեմատություն չենք անում։ Ինչ վերաբերում է այլ հուշարձաններին, այո, մենք գիտենք օրինակ Շիրակի մարզում Հարթաշեն գյուղի մոտ կա բազմաթիվ քարերից մոտավորապես 1200 քարերի եռաշարեր, որոնք առայժմ հետազոտված չեն, բայց մեր նախնական դիտարկումները ու չափագրումները հստակ ցույց են տալիս աստղագիտական նշանակությանը ու միտված ուղղությունները, այսինքն դրա ուսումնասիրությունները դեռ ընթանում են, բայց հուշարձանը պետք է դիտարկել եւ ուսումնասիրել այդ տեսանկյունից անպայման։ Ես կնշեի օրինակ Արևմտյան Հայաստանի տարածքում Պորտասարի հուշարձանը, որտեղ իմիջիայլոց քարերից մեկի վրա հենց անգղել պատկերված են նույն թևերի դիրքով, նույն աստղերի դասավորությամբ, որն է հենց հիմք դարձավ Վաչագան Վարադյանի համար համեմատականներ անցկացնելու զորած քարերի եւ Պորտասարի միջև, ուղղակի անգղ պատկերված այդ համաստեղության դիրքով, թևին արև եւ այլն, այնտեղ բազմաթիվ մեծ տեղաձևություններ կան մոտավորապես 5.5 մետր բարձրությամբ, որոնք ամբողջությամբ հարթաքանդակներով պատված են եւ այդ քանդակները բազմաթիվ հեղինակներ փորձում են համեմատել տարբեր համաստեղությունների հետ, կենդանիներ կան, խորհրդանշաններ կան եւ այլն։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Բայց որ հուշարձանը կապված է աստղագիտական երևույթների օրացույցի հետ, այս վերջում անցած տարի մի Էդինբուրգի համալսարանի մի գիտնական վերլուծել էր հենց այդ անգղի քարի վրա խորհրդանիշների համակարգը եւ հստակ ցույց էր տվել, որ դա կապված է լուսնարեգակնային օրացույց է խորհրդանշում, դեռ 365 օրերի նշանակներ կային եւ նաեւ կար 353 ուրեմն լուսնային տարվա հաշվարկման համակարգ ասենք։ Այսինքն հուշարձանը կապված է աստղագիտական, իսկ այդ հուշարձանը շատ մեծ էր ծավալներով, նա թվագրվում է մեզանից 10,000 տարի առաջվա հնագիտորեն թվագրված հուշարձանը, այսինքն ամենա ընդունելի հնագիտական թվագրությունները ցույց են տալիս, որ այդ հուշարձանը 10,000 տարեկան է, բայց եթե մենք ունենք նմանատիպ բարդ կանոնական մի հուշարձան 10,000 տարի առաջ, որտեղ արդեն ձևավորված են համաստեղություններ, ինչ-որ դիտումների կամ ստվերների շարժով դիտարկումներ անելու հնարավորություններ, մենք պետք է ուզենք թե չուզենք, ենթադրենք, որ այդ գիտելիքը, մշակույթը
ձևավորվել է դրանից դեռ 10 հազարամյակներ առաջ, որովհետև ժամանակ էր պետք, որպեսզի գիտելիքը կուտակվելով հասներ այդ մակարդակին։ Իսկ մենք 10,000 տարում ունենք շատ բարձր մակարդակի գիտելիք լուսատուների շարժի վերաբերյալ։ Մենք այդ հուշարձաններն ենք ուսումնասիրում, նոր ենք սկսել ուսումնասիրել եւ առաջի հետազոտությունները ցույց են տալիս, որ դա շատ լուրջ դիտումների համար նախատեսված պարզագույն քարե հարմարանքներ են, որոնք թույլ են տալիս պարզել օրինակ գիշերը հավասարների օրը, ամառային արևադարձի օրը, աստղերի, որոշ պայծառ աստղերի բարձրակետով անցումները, որոնք ունեին օրացուցային նշանակություն։ Եվ այլ։ Այսինքն միայն զորած քարերը չի, էլի հայկական բարձրավանդակը լեռնաշխարհը լի է նմանատիպ պլյուս մինուս տարբեր։ Գիտենք օրինակ Սյունիքի ժայռապատկերն են ամբողջ ուրեմն Սյունիքում անհնար է ու քաղաքակրթություն է եղել։ Եթե մի հատ քարաունջա լավ թիրախավորել են, հիշում եք քանի տարի առաջ որ ֆեյքերով եկան սկսեցին։ Ես չեմ ուզում այդ բաների մասին խոսենք, որովհետև բայց ի վերջո բոլորը պետք է հաշվի նստեն գիտական փաստի հետ։ Ոչ որ գիտական փաստը հերքել չի կարող են լռության մատնել։ Ժայռապատկերը ինչ։ Ժայռապատկերը դեռևս 60-70-ական թվականներին, երբ որ ուրեմն հնագետները հետազոտում էին օրինակ Սևսարի ժայռապատկերը, նրան տալիս էին աստղագիտական օրացուցային նշանակություն։ Մինչև այսօր, բացի այդ ժայռապատկերից, մյուս ժայռապատկերները չեն համարվում ուրեմն կամ մեծամասամբ ուրեմն չեն էլ հետազոտված։ Մենք ունենք ահռելի ժառանգություն, որը կարոտ է հետազոտելու, ուսումնասիրելու տարբեր տեսանկյունից։ Եթե չեն հետազոտում աստղագիտական տեսանկյունից, գուցե հետազոտվեն թվագրման թվին, ժայռապատկերները ոչ մի կերպ չեն թվագրվում հնագիտական եղանակներով։ Կարելի է հաշվարկել դրանց աստղագիտական տարիքը, բայց հնագիտական եղանակներով չեն հաշվարկվում մինչև հիմա դրանց տարիքը։ Փորձեր անվում են ինչ-որ երկրաբանական եւ այլ։ Մենք ունենք խեցանոթների վրա արված զարդանախշեր օրացուցային բնույթի, աստղագիտական բնույթի, որոնք բոլորովին ուսումնասիրված չեն։ Իսկ մենք գիտենք մեր տարածաշրջանը խեցանոթներով ինչքան հարուստ է։ Սկսած ուրեմն ընդհուպ պղնձ քարեդարյան ժամանակներից մինչև վաղ բրոնզ եւ ուրեմն ավելի ուշ ժամանակներ։ Եվ ունենք նմանատիպ հուշարձան վիշապ քարակոթողների տարիքը մինչև վերջերս գնահատվում էր երկրորդ հազարամյակ Քրիստոսից առաջ։ Մինչև վերջին ժամանակներս, հա։ Բայց այս վերջին հետազոտությունները Արագածի վրա հայտնաբերված վիշապաքարերի հսկայական մի տարածք տիրին կատարում, որտեղ արդեն ժամանակակից հետազոտությունները ցույց են տալիս, որ դրանք առնվազն ուրեմն 5-րդ հազարամյակի հուշակոթողներ են եղել։ Դրանց նախնական տարիքը դեռ պարզ չի, բայց մենք այսօր գիտնականները կարողանում են ասել, որ դրանք առնվազն 5000 տարեկան։ Այսինքն մենք մոտավորապես 50 տարուց ավել եւ այսօր էլ Երևանում, եթե դուք վիշապաքարերի կողքով անցնեք, կտեսնեք գրված երկրորդից առաջի հազարամյակ Քրիստոսից առաջ։ Բայց այսօր գիտական տվյալները արդեն ցույց են տալիս, որ դա այդքան էլ ճիշտ պատկերացումներ չի վիշապաքարերի մասին։ Մի խոսքով գիտությունը կամաց-կամաց առաջ է գնում։ Այսինքն կներեք, ոչ միայն նմանատիպ հուշարձաններ կան, ինչպես քարաունջն է զորացած, այլ նաև ուսումնասիրված չեն։ Այլ նաև ուսումնասիրված չեն, ավելին իրենք իրար միջև կապ ունեն, հա, իրար հետ կապ։ Միանշանակ կապ ունեն եւ այդ կապը առանձին բաներ չեն, էլի, ինչ որ։ Իհարկե չէ։ Օրինակ բերեմ, ակնհայտ կապ կարող եք օրինակ նշել։ Օրինակ բերեմ։ Համեցեք։ Օրինակ մեր աստղագիտական հաշվարկները միջև ինձ Գրիգոր Բրուցյանն էր արել վիշապաքարերին վերաբերվում։ Եվ դրանից հետո մենք որոշակի ճշգրտումներ արեցինք այդ հաշվարկներում եւ այլ եւ պարզեցինք, որ աստղագիտական հաշվարկների հենքով ձկնակերպ վիշապների պաշտամունքի ժամանակը ձկնակերպ վիշապների
պետք է ընդունել Քրիստոսից առաջ 19-րդ հազարամյակը ձկնակեր վիշապների պաշտամունքի սկսվելու ժամանակ։ Սա այնքան բազմակողմանի հիմնավորված է, բացի հնագիտականից բոլոր հիմնավորումներ ունի։ Ուրեմն Զորաց քարերում մենք հայտնաբերեցինք մի դիտողական գործիք, քար, որ տաշված է ձկան գլխի նման։ Մենք դրա մասին չխոսեցինք, հիմա կխոսենք, որ այնտեղ, երբ որ առաջի հայացքից մտնում եք հուշարձան, դες թվում է թե քարերը տձև են, ինչ-որ կոպտատաշ են, կամ անկանոն տեսք ունեն եւ այլն, որևէ նման բան չկա։ Այնտեղ ամեն քար տաշված է իր գործառույթին բնորոշ ձևաբանական հատկություններով։ Այդ քարը տաշված է ձկան գլխի նման դեպի վեր ուղղված եւ դրա գործառույթը հաշվարկվում են հենց նույն հազարամյակով, ինչով որ հաշվարկվում են ձկնակեր վիշապաքարերի աստղագիտական տարիքը։ Այդ նման համընկումներ, ասում պատահական լինել չեն կարող։ Զորաց քարերում այդպիսի ուրեմն կոթողներ կան։ Այնտեղ կա ուրեմն քարեր, որոնք տաշված են ծիսական բովանդակությամբ։ Օրինակ բոլորիս հայտնի մենք խաղ ունենք, չէ՞, հավի կրծոսկրով գրած են գալիս։ Հա։ Այն ունենք քար, որով դիտել են այդ համապատասխան աստղը, որ հենց անգղի խաչի նման համաստեղություն է, այդ խաչի կենտրոնում է գտնվում եւ կոչվում է հավի կուրծք հենց։ Աստղի անունը կոչվում է հավի կուրծք։ Այդ աստղի դիտումն է ապահովում քարը եւ քարը տաշված է այդ ոսկորի ձևով։ Եվ կոտրած է հենց այն հատվածից, որտեղից որ դա կոտրվում է։ Այսինքն նմանատիպ բազմաշերտ խորքային բովանդակություն կա ամեն քարի մեջ, որ դա տասնամյակների հետազոտություն է պահանջում։ Մենք հուշարձանը մոտենում ենք հատվածական, այսինքն ամեն քարը առանձին հետազոտելով, կամ եթե քարերի համակարգը միասին աշխատող, առանձին համակարգերը հետազոտելով, որպեսզի վերջնական արդյունքում ամբողջական պատկեր ունենանք, թե հուշարձանը ճանաչենք հուշարձանը հնարավորինս ամբողջական։ Զորաց քարերի ամենամեծ բացահայտումը կամ ֆենոմենը ինչն է, որ մենք պետքա գլուխ գովենք, օրինակ տուրիստները եկան, ռուսները տանենք այնտեղ, ասենք, այս է մեր։ Գլուխ գովելը լավ բան չի, մենք ֆիշկա, չէ՞, ես ուզում եմ գլուխ գովամ։ Բազմաշերտությունը, անընդհատությունը։ Մենք տեսնում ենք անգրի պաշտամունքը, այսինքն նրա հատակագիծը դնելուց սկսած մինչև 3-րդ հազարամյակ անընդհատ 3200 տարին մեկ կատարվել են որոշակի փոփոխություններ շերտերով, օրինաչափ շերտերով։ Այսինքն, ինչա դա նշանակում։ Մենք գիտենք, որ երկրագունդը պրոցեսիա ունի եւ աստղերը ժամանակի ընթացքում մեր համար փոխում են իրենց կոորդինատները, դիրքերը հազարամյակների ընթացքում դանդաղ։ Եվ հենց որ գալիս են արդեն դրանք դառնում են օրացույցային նպատակով ոչ պիտանի, նրանք ստիպված են լինում աստղերը փոխել, դիտվող աստղերը։ Եթե այսօր մեզ կոնկրետ Սիրիուսն էր հետաքրքիր, մենք դիտում էինք ամեն անգամ ամառային արևադարձին Սիրիուսի ծագումը, մի քանի հազար տարի հետո Սիրիուսի ծագումը սկսում է ուշանալ, 10 օր, 20 օր, մի ամիս։ Եվ մենք ստիպված ենք կլնում հետ վերադառնալ, Սիրիուսին թողնել այնտեղ, հետ վերադառնալ եւ տեսնել, որ աստղն է այսօր ծագում։ Եվ սկսել դիտել դրա ծագումը, բայց նույն բովանդակությամբ։ Այսինքն այս երևույթը այնտեղ կա շերտ առ շերտ։ Մենք այնտեղ ունենք ուրեմն 19-րդ հազարամյակի, 16-րդ հազարամյակի շերտ նմանատիպ, այսինքն գործիքների փոփոխություն ըստ անհրաժեշտության, բայց բովանդակությունը պահպանած նախորդ։ Ունենք 9-րդ հազարամյակ Քրիստոսից առաջ, որ Պորտասարի հետ նույնաժամանակի եւ իմիջայլոց վերջի ուսումնասիրությունները մեր ցույց տվեցին, որ Պորտասարում եւ Զորաց քարերում սկզբում մենք ուսումնասիրել էինք Զորաց քարերը, հետո Պորտասարը ուսումնասիրելուց հասկացանք, որ այս երկու հուշարձանում նույն հազարամյակում
դիտել են նույն օրը երկնքի նույն պահը։ Երկնքի նույն պահը։ Հենց որ երկորյակները ծագում են եւ ուրեմն մի աստղ կա, որ իր բարձրակետում է հայտնվում։ Ուրեմն Զորաց քարերում մենք հայտնաբերեցինք երկորյակների ծագմանը ուղղված միտված գործիքներ, իսկ Պորտասարում այդ աստղի բարձրակետով անցմանը, այսինքն մենք ունենք օրվա նույն պահը, տարբեր աստղեր դիտած, տարբեր են, որովհետև գործիքները, բովանդակությունը, բայց տարվա նույն օրվնա եւ նույն պահնա նույն հազարամյակում։ Ու դա մոտավորապես կապված է, այսպես ասենք, խաղողի բերքաօրնության եւ այլ մոտավորապես այսպիսի բովանդակություն ունի։ Սա ապշելու բան է։ Իսկ Զորաց մենք գիտենք, որ Պորտասարը մոտավորապես շահագործման ժամանակաշրջանը 1000-1500 տարի է, 10-ից 9-րդ հազարամյակ։ Իսկ մեզ մոտ մենք ունենք 32-ից սկսած մինչև 3-րդ հազարամյակ։ 3-րդ հազարամյակում արդեն Հուշարձանը երևում է, որ կորցրել է իր աստղագիտական նշանակությունը։ Կարող է կիրառվել է այլ նպատակներով եւ այլն, ծիսական, պաշտամունքային եւ այլն, բայց դիտողական իր գործառույթը դադարում է 3-րդ հազարամյակի վերջերից։ Այս բազմաշերտությունը իրոք կարելի է ասել, որ առայժմ բացառիկ երևույթ է։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1 Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Այդ բազմաշերտությունը, այդ որ ասում եք անընդհատությունը, անընդհակականությունը, դրանք ախր մասնագիտական բան են, էլի, մի քիչ ավելի կենցաղային հասու լեզվով, դա միթե չկա ձեռնարկ ուղեցույց, կամ ասենք ինչ որ էլի եմ ասում, հա, ասենք ասեն սպանեց իր ռուսներով։ Ռուսներն եկան, ուզում եմ գլուխ գովամ, հա, ասեմ այդ էր ցավը տանեմ, գիտնական չեմ, բայց հես այսպես գիտնական տղեկ, ուսումնասիրություն ունենալ ու տեսեք, իր ֆենոմենը այս է։ Այս անընդհատությունը 20 թվականից շատ ժամանակ չի անցել, մենք բավականին ներողություն եմ խնդրում, գնում ենք Սիսիան, Բարսելոնա, մենք տանում ենք ցույց, մենք է մարտավարիսկի չգիտենք ուր ենք տանում, ինչ քար ենք ցույց տալիս, մի բաժակ խմում թողում գալիս ենք։ Այո, չկան Հուշարձանի աստղագիտական նշանակության վերաբերող հանրամատչելի ձեռնարկներ, դրա համար մենք որոշեցինք, որ դա անհրաժեշտություն է։ Մինչև այսօր հետազոտում էինք, որ գոնե մոտավոր պատկերացում կազմենք, թե ինչի հետ գործ ունենք։ Եվ այդ արդյունքները որոշել ենք գիտնահանրամատչելի փոքր ձեռնարկ ուղեցույցի, ինչով որը հակիրճ պատկերացում կտա ոչ մասնագետներին, նույնիսկ թե ինչ հուշարձանի հետ մենք գործ ունենք, նման մի փոքր գրքույկ ենք հրատարակելու, շուտով դա լույս կտեսնի եւ ես հուսով եմ, որ դրա ընթերցողները կկարողանան գոնե մակերեսային պատկերացում կազմել հուշարձանի բունեության մասին։ Որովհետև տեսեք, օրինակ հետաքրքիր է, էլի, հիմա մարդիկ հարցն են, հասարակ հարց են հողի վրա, ոնց են կիրառել այս քարերը, Այդ բոլոր բաները մենք գրքույկում նշում ենք եւ այնտեղ լինելու է նաեւ ուղեցույց քարտեզ, որը ցանկացած մարդ կարող է հուշարձանի տարածքում կողմնորոշվելով քարը լուսանկարով նույնացնելով կարդա դրա մասին ինֆորմացիա, թեկուզ ամենապարզագույն, թե ոնց է կիրառվել, որ ուղղությամբ պետք է դիտել, հնարավորություն կունենա օրինակ նույնացնելու դիտահարթակը, կանգնելու դիտահարթակի վրա, նայելու համապատասխան ուղղություններով եւ ուրեմն իրան զգալու մոտավորապես այն դիրքով, որով դիտումներ են արել, ասենք
մեզանից 11000 տարի առաջ։ Ես կարծում եմ, որ դա կարևոր է հուշարձանի համար։ Իհարկե։ Եվ մեր հայրենակիցների համար շատ կարևոր, որպեսզի ընդհանրապես մեր գործունեության հիմնական նպատակը հուշարձանը ճանաչելն է եւ մեր ժողովրդին ներկայացնելը այնպես ինչպես որ դա կա։ Դե կներեք, եթե գնում ես ասում ես, Հայաստանը թանգարանա բաց երկնքի տակ, հետո գնում ես, ասենք, Գեղարդ։ Եթե չգիտես այնտեղ ինչա պահվում, ու այդ Գեղարդը արժեքը կորցնում է, կամ նույն Գառնին, կամ ասենք, որ պատմությունը, բովանդակությունը չգիտես եկեղեցու կամ հուշարձանի ում է պետք։ Եթե հետեւաբար պետք է պետք է գնաս եւ պետք է առաջին հերթին մենք հələ օտարին հանգիստ թողնենք։ Հասկանանք դրա կարևորությունը։ Մի հատ մենք զգանք այդենց 10,000 տարի առաջ, ասոր այս քարի վրա ինչ որ մարդ ա եղել ինպես 10,000 տարի առաջ։ Նայելա անգղ համաստեղությանը, այս համաստեղությանը, օրացույցա որոշ։ Որ աստղնադիտվել տարվա որ օրը եւ այլն։ Սա շատ կարևոր է, էլի։ Իհարկե կարևոր է, բայց մենք այնտեղ ասացի, որ ամբողջապես դեռ հետազոտված չի, այսինքն գրքույկը ներառում է այն հատվածները, որոնք միջև այսօր հետազոտված են ու մենք հիմնավոր կերպով կարող ենք ասել, որ այդպիսի դիտումները տեղ ունեցել են եւ դրանք ակնհայտորեն դիտողական գործիքներ են, դա այցելուն զբոսաշրջիկը որ մտնի, ուղեցույցով նայի կտեսնի, ինքան ակնհայտ է։ Ես որ ընդեղ եմ շրջում կամ բան տեսնում եմ զբոսաշրջիկները մոտենում, նայում եմ, ասում են եկեք մի երկու բան պատմեմ գոնե իզուր եկած չլինեք, որովհետև մտնում են շրջում են ու չեն պատկերացնում թե ինչի այդ գործ ունենք, էլի մաքսիմում կարող են ինչ որ անցքից նայել ինչ որ մի կողմ, որը այդքան էլ հասկանալի չի ինչ է։ Այսպիսի նպատակ էր հետապնդում դրա հրատարակումը, շուտով լույս կտեսնի։ Գերագույնը օրեր առաջ ընդեղ էր, կարող է մի քիչ պետությունը օժանդակի։ Հուսանք։ Չնայած որտեղ որ գնում է, դեից պետքա զգուշ մնալ, ոչ թե օժանդակություն ակնկալել։ Գիտեք ինչ, ես չեմ ուզում այդ բաների մեջ խորանալ, բայց ելի եմ ասում, մենք ոչ թե պետք է հպարտանանք, գլուխ կովենք, գորգորանք այստեղ այնտեղ դուր թակենք, որ այսպիսի բան ունենք, չէ, մենք պետք է ճանաչենք խորապես մեր մշակույթը, բազմաշերտ, ամբողջության մեջ, կենցաղային մանրամասներից, տեսեք ես ասում հավքաշից եմ ասում, եւ այլն, կենցաղային մանրամասներից մինչև ուրեմն երկնային իրողություններ ճանաչենք եւ ոչ թե հպարտանանք դրանով, հպարտությունը մեղք համարվում չէ, այլ զգանք այդ պատասխանատվության ծանրությունը, որպեսզի կարողանանք կարող է լինել այդ մշակույթի, թեկուզ մի քիչ, այսօր մենք շատ ենք հեռացել դրան։ Դե դրա հետ պետք է աղերս ունենաս, առնչվես, դա կամ կենցաղում, կամ դպրոցում, կամ դուք հիմա մի ինչ-որ sense կենտրոն եք, հա գիտական մի հանդրույթ, ես խոսում եմ Քարաունջի, հա, հայագիտական կենտրոնի մասին, որը իր մեջ իհարկե բյուրականի աստղայտարանի այդ բաժինը, տարբեր հարգարժան մարդիկ, ովքեր հյուրընկալվում են, բայց դա ուրիշ Հայաստանն է, հարգելի հայք։ Այսօր կապ չունի այն կրթա, այն ԿԳՄՍ ՉՊՃՌ-ների հետ, որ անում են, այն կրթությունը նորաձևության տխմարագույն արշավների հետ, որ անում են, կապ չունի։ Դուք ուրիշ Հայաստան եք պեղում, մեզ ցուցադրում։ Այդ մարդիկ իրանց, ասենք, թեզերով, ասենք, ինչ ասեմ, հակասում են ամբողջ գիտական այս կենտրոններին։ Կլինի Աշոտ Մելքոնյանից հիմնարկը, կլինի Գիտությունների ազգային ակադեմիան։ Մարդը խոսում է մարազմատիկ բաներից, հասկանում եք, իրական եւ պատմական Հայաստան։ Ասում եմ, ես սովորական լրագրող, դուք գիտնական մարդ։ Մի պետություն կասեք ինձ, որ խոսում է ղեկավար այդպիսի բանից։ Լավ, սա չգիտեմ բառը ինչ ասեմ։ Մենք պետք է հստակ տարանջատենք հայկական ազգայինը եւ այսօրվա պետական բանը, իրական դրանք ժամանակավոր են արտարժան։ Չէ, պետականը ժամանակավոր չի։ Իշխանավորն է ժամանակավոր, որը ծառայելու, չի ծառայի շպրտենք դուրս, որտեվ ժողովուրդն է որոշում, ով լինի։ Այո, ժամանակը ամեն ինչ դնում է իր տեղը եւ ամեն ինչին կոչում է իր անուններով։ Ես համոզված եմ, որ դա շուտով կլինի։ Ես նաեւ պետք է այդ բոլոր
ճիգ գործադրողներին խորը հիասթափության մեջ գցեմ, ձեր մոտ չի ստացվել։ Որովհետև մի ժողովուրդ, որի նախնիները գալիս են 32 եւ ավել հազար տարվա խորքից, այնքան բան են տեսել եւ այնքան իմաստուն են, որ դուք ուղղակի չեք կարողանալու այդտեղ նույնիսկ մի փոքր տար շարժեք իր դերից։ Քամիները կգան, կփչեն, կգնան։ Ինչ վերաբերվում է մեկուսացված լինելուն, մեկուսացված ես չէի ասի, որովհետև այսպես է հետազոտությունները ընդհանրապես, որ կատարվում են գիտական մակարդակով եւ այլն, դրանք շատ ուշ են իրանց հանրայնանում, շատ ուշ են հանրայնանում, որտեղ դա պետք է ստուգել տարբեր տեղերից եւ այլն, վերջնական համոզվել եւ այլն, բայց չհետազոտել չի կարելի, դա պետք է շարունակական անել։ Ամեն հետազոտող այդպես է մոտենում։ Իսկ ինչ վերաբերվում է մեր մշակույթի, մեր մշակութային ժառանգության հետազոտություններին, ապա այդտեղ մոտենում ենք մենք շատ խիստ մենք ինքներս մեր նկատմամբ, շատ խիստ պահանջատիրությամբ, որովհետև գործ ունենք մի ժողովրդի մշակույթի հետ, որտեղ կեղծիքը, ինչ ասենք, չհիմնավորված եզրակացությունները, ենթադրությունները, վարկածային մակարդակի բաները պիտի տեղ չունենան։ Շատ աննկատ անցավ ավելի քան 40 րոպե, հաղորդման վերջաբանն է։ Մի քանի բլիցարց ձեզ ավելի բացահայտելու համար, եթե դեմ չեք։ Ինչ է ձեզ համար հայրենիքը։ Ինձ համար երևի որպեսզի ավելի կարճ ձևակերպեմ, այն ամենը, ինչ որ ինձ պահում է եւ պահել է մինչեւ այսօր որպես հայ։ Դա կարճ ձևակերպեմ։ Այն ամենը ողջ արժանապատվությամբ, արժեքներով, իր այդ համախառն ամբողջության մեջ բոլոր շերտերով։ Իմ համար դա է հայրենիքը, եւ մենք պետք է պատրաստ լինենք այդ ծանրությունը մեր մեջքին տանելու ինչքան որ կկարողանանք, որովհետև դա շատ խիստ մեծ պատասխանատվություն է։ Ինչպիսի Հայաստան եք տեսնում 10 տարի անց։ Ես լավատես եմ, ու ես համոզված եմ, որ 10 տարի հետո մենք կունենանք մեզ վայել, գոնե մի քիչ մեզ վայել երկիր։ Մեր երկիրը շատ լավն է, խոսքը եթե վերցնում ենք Հայաստան ավելի լայն իմաստով վերաբերվում է եւ կրթական եւ ապան դրա համար եմ ասում մեզ վայել, որովհետեւ եւ մենք ես հուսով եմ, որ 10 տարի հետո ավելի շատ կսիրենք մեր երկիրը ու Հայաստանը։ Հայաստանի ղեկավարը դուք եք առաջին 3 որոշումները, որ կկայացնեիք։ Դժվար հարց է, ես մի քիչ կրթությունը պետք է դարձնել ազգակենտրոն, հայակենտրոն։ Այսօր մեր կրթությունը ամեն ինչ է բացի դրանից, շատ ժամանակ հասկանալի է չի որ ուղղությամբ է գնում։ Առաջինը կրթությունը, երկրորդը սերը հայրենիքի նկատմամբ, այն ամենը ինչ որ կնպաստեր հայրենաճանաչությանը եւ հայրենասիրությանը կընթառաջվեր ամեն կերպ եւ երրորդը կլներ դրա լրիվ հակառակը այն ամենը ինչ որ փորձում է սեպեր խրել այս երևույթների մեջ խիստ կքրեականացվեր շատ հումանիստ եք ու շատ առանց մեկը մյուսի չի լինի որ գիրքը մարդն իր կյանքում անպայման պետք է կարդա ձեզ Աստվածաշունչը պարտադիր եւ Սասնածոռը ռեպոսի գոնե համահավաքը Ջան
Որն է երջանիկ լինելու ձեր բանաձևը։ Սիրելը։ Դուք երջանիկ եք եւ սիրում եք։ Այո։ Այդքան կարևոր չի սիրված լինելը, կարևորը սիրելը։ Ես սիրել եմ ամեն ինչը։ Հողից ջրից սկսած մինչև ընտանիքդ, երեխայիդ եւ այլն։ Ամեն ինչը պետք է մեր շրջապատում սիրել, որովհետեւ ընդհանրապես երբ որ շփվում ես մեր նախնիների ժառանգության հետ, հասկանում ես, որ այդ մարդիկ բացի սիրուց ուրիշ բան չունեին։ Սեր ամեն ինչի հանդեպ, իրենց շրջապատի, բնության, երկրի, հողի, երկնքի հանդեպ, հողի հանդեպ, բերքի հանդեպ, իրար հանդեպ, դրա վկայություններն են այդ հուշարձանները։ իրար հանդեպ ամենակարևորը։ Մեզ այդ բոլորը պակասում է, շատ խիստ։ Աստծուն տեսնեիք, ինչ կասեիք։ Գոնե մի փոքր կխնդրեի մի փոքր մեր ժողովրդի աչքերը բացել։ Երևի։ Եվ վերջին հարցս, ինչից եք ամենից շատ վախենում։ Բնական պետք է ինչ-որ մի բանից վախենալ։ Վախենում չհասցնել անեն այն ինչ-որ պլանավորում եմ այս գործում։ Երևի դրանից։ Եվ հարազատների կորուստը միշտ անցանկալի է եւ վախենալու է։ Բայց ամենաշատը չգիտեմ որ ասեմ։ Շնորհակալ եմ հարցազրույցի։ Ես եմ շնորհակալ։ Սա Life Armenia YouTube-յան ալիքն էր։ Այսօր հյուրընկալել էինք Բյուրականի աստղադիտարանի պատմամշակութային աստղագիտության բաժնի ղեկավար Հայկ Մալխասյանին։ Շնորհակալություն նաև ձեզ ուշադրության, հարցազրույցը դիտելու եւ մեր ալիքին բաժանորդագրվելու համար։